Բարի ուշ գիշեր, եթերում սեքսադարանն է, հաղորդում ամենակարևորի մասին, սեռական առողջություն, սեռական կյանք, ընտանիք և շատ այլ թեմաներ, մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Եթե ձեր սեռական կյանքում քաոս է, հոգ չէ, ժամանակն է չքննարկվածը պարզելու և ամեն ինչ իր տեղը դնելու։ Խոսելու ենք չափազանց արդիական, երբեմն նույնիսկ ամուսնալուծությունների հանգեցնող թեմայի մասին՝ ծնողական խանդ։ Շատ դեպքերում նորաստեղծ ընտանիքում չեն դրվում այն սահմանները, որոնք որ պետք է դրվեն ի սկզբանե։ Եվ երբ խախտվում են այդ սահմանները, մասնավորապես ծնողներից որևէ մեկի կողմից, առաջանում են արդեն տարաձայնություններ, որոնք չլուծելու պարագայում արդեն կարող են նույնիսկ հասնել ամուսնալուծությունների։ Իմ պրակտիկայում ցավոք նման դեպքերը քիչ չեն, որոնց մասին ես նաև այսօր կխոսեմ, եւ պետք է նշեմ, որ ծնողական խանդի հիմնական պատճառներից մեկն այն է, երբ ծնողը չի գիտակցում կամ չի ուզում գիտակցի, որ իր երեխան արդեն մեծացել է, ունի իր անձնական կյանքը, իր անձնական տարածքը, որը պետք է հարգել, եւ արդեն իսկ այնքանով ինքնուրույն է, որ ունի իր ստեղծած ընտանիքը, որտեղ կան արդեն իրենց ավանդույթներն ու կանոնները եւ պետք է դրանք հարգել։ Երբ որ չեն պահպանվում նշված սահմանները եւ ծնողներից որևիցե մեկը կամ հայրը կամ մայրը, իսկ մեր իրականության պարագայում շատ հաճախ մայրը խախտում են այդ սահմանները, առաջանում են դժգոհություններ, որոնք վերենացվում կոնֆլիկտների։ Հարվածի տակ են հատկապես այն ընտանիքները, որտեղ մայրը միայնակ է մեծացրել երեխային առանց հոր մասնակցության եւ մոր էգոիզմը շատ դեպքերում չգիտակցված բերում է նրան, որ ինքը մերժելով իհարկե հոր դերը նշում է եւ դա շատ հաճախ բարձրաձայնացում է, որ ինձ ամուսին պետք չի, քեզ հայր պետք չի, ես ինքս քեզ կմեծացնեմ եւ իր էգոիստական մղումների արդյունքում հանգեցնում է նրան, որ որդին դառնում է նրա ուշադրության եւ կյանքի կենտրոնը բոլոր առումներով։ Որոշ հեղինակներ նշում են նաև, որ այս դեպքում գործ ունենք հոգեբանական ինցեստի հետ, երբ մայրը իր ամբողջ էմոցիաները, ապրումները նվիրում եւ զետեղում է իր որդու կյանքում եւ դրանով բավարարվում։ Հետագայում ցավոք, ինչպես մենք ասում ենք, պորտալարը չկտրելով չի նկատում, որ տղան մեծանում է եւ ամուսնանալուց հետո էլ շարունակում է նման կերպով վերաբերվել իր երեխային։ Միջամտում է իրենց անձնական հարցերին, փորձում կարգադրություններ անել, չհասկանալով եւ չգիտակցելով, որ վաղուց արդեն ժամանակն է սահմանները գծելու եւ սահմանների գծված հատվածը պահպանելու։ Խնդիրը ավելի է բարդանում, երբ մայրը արդեն սկսում է խառնվել նորաստեղծ ընտանիքի ինտիմ հարցերին, պարզելով օրինակ ստացվել է թե ոչ, նորություն ունեք թե ոչ, եւ իհարկե անտեսելով նաեւ այն կարևոր հանգամանքը, որ տուն է եկել նոր հարս եւ այս դեպքում պետք է նրա կողմից ցուցաբերվի հնարավորինս զգուշավոր եւ շատ զգայուն մոտեցում, որպեսզի նորաթուխ հարսը իրեն ամոթխած չզգա եւ առավել եւս նման հարցեր հարսին չտա, քանի որ որպես կանոն այդ դեպքերում խնդիրը միայն ավելի է բարդանում, հատկապես եթե դեռևս հղիություն չի գրանցվել։ Մայրական էգոիզմը երբեմն նույնիսկ նկատվում է նաև առօրյա իրենց հարաբերություններում, երբ օրինակ տղան տանը չէ եւ մայրը փորձում է արդեն իսկ իր իշխանությունը թելադրել օրինակ խոհանոցում կամ իրենց առանձնասենյակում անկողնային պարագաները դասավորելու եւ իրենց ննջասենյակի օրինակահավորանքին միջամտելու հարցերում եւ այլն։ Շատ դեպքերում, երբ փորձում են որևէ խորհուրդ տալ հատկապես տղան, որը նկատում է, որ խնդիրը ավելի է բարդանում, իհարկե մոր կողմից արժանանում են կամ ընդգծված էմոցիոնալ նեղացած վիրավորված ռեակցիայի կամ էլ ավելի վատ կոնֆլիկտների։
Սա խոսում է այն մասին, որ մոր կողմից ռեակցիան իհարկե անվերահսկելի է եւ որոշ դեպքերում շատ մայրեր չեն էլ գիտակցում, որ վաղուց իրենք անցել են թույլատրելի սահմանները եւ իրենց մայրիշխանության հետևանքով որդուն զրկել են իր խոսքը ասելու հնարավորությունից, ինչը հետագայում ստեղծում է բազմաթիվ լուրջ խնդիրներ։ Քիչ չեն այն դեպքերը, երբ զույգը չի կարողանում առանձնանալ նույնիսկ իր ննջարանում կամ կողպել դուռը, որը հաճախ ուղեկցվում է կոնֆլիկտով, տարաձայնությամբ եւ ծնողները որպես կանոն մայրը իհարկե պահանջում են չփակել դուռը, ուր մնաց կողպել այն։ Զույգը նաեւ չի կարողանում իր ազատ ժամանցը կազմակերպել ցերեկվա ժամերին, երբ օրինակ ուզում են թեկուզ եւ առանձնանալ, առանձին զրուցել կամ թեկուզ եւ պարզապես գրկախառնված պարկել եւ վայելել մեկը մյուսին։ Եվ սա նույնպես շատ դեպքերում իհարկե ուղեկցվում է դիտողություններով ու կշտամբանքով, համապատասխան թելադրանքով ու պահանջներով։ Պետք է իհարկե նշել, որ նման իրավիճակները մեր առօրյայում բավականին շատ են եւ անձամբ ինձ նույնպես շատ դեպքերում դիմում են զույգերը, կամ կինն է առանձին դիմում, հետո պարզվում է պատկերը, կամ տղամարդն է դիմում եւ բուժման ժամանակ մենք անպայման իհարկե ընդգրկում ենք նաեւ ծնողին, մասնավորապես մորը, փորձելով բացատրել եւ փոխել վերաբերմունքը, քանի որ վիճակը չի փոխվի, եթե չփոխվի ծնողի մոտեցումը։ Այս խնդիրը բարդ է նաև նրանով, որ շատ ծնողներ, մասնավորապես մայրեր, չեն գիտակցում, որ իրենց անառողջ վերաբերմունքով վնասում են իրենց երեխաներին, իրենց որդուն, դրանով իսկ առաջացնելով մի շարք խնդիրներ, ընդհուպ խանգարումներ, մասնավորապես սեռական խանգարումներ։ Տղայի մոտ կարող են առաջանալ նախ եւ առաջ թերարժեքության բարդույթ, որն էլ իր հերթին բերում է սեռական ցանկության նվազման, էրեկցիայի խանգարման, որոշ տղաներ նշում են, որ չեն կարողանում ավարտել ակտը, որովհետև հարաբերությունը տեղի ունենում չափազանց լարված մթնոլորտում։ Ինքներդ պատկերացրեք, հարաբերություն, երբ օրինակ դուռը չի կողպվում կամ կարող է ցանկացած պահին ծնողը ներս մտնել, բնականաբար տհաճ վիճակ է իր բոլոր բացասական հետևանքներով։ Խնդիրը ել ավելի է բարդանում, քանի որ կինը արդեն սկսում է հրաժարվել սեռական հարաբերություններից, վախենալով, որ կարող է այն ձախողվել եւ կամ էլ ավելի վատ, պարզապես նույնիսկ չսկսվել, քանի որ լարված պայմաններում կնոջ մոտ վերանում է ցանկությունը եւ նա չի կարողանում նույնիսկ գրգռվել։ Չեմ կարող իհարկե չնշել այն հանգամանքը, որ շատ ծնողներ իրենց անառողջ եւ երբեմն նաեւ վնասող վարքագծով ստեղծում են խնդիրներ, հատկապես այն դեպքում, երբ շնչակտուր սպասում են, թե երբ պետք է լսեն բարի ավետիսը ընտանիքի համալրման կապակցությամբ, բայց կատարելով վնասակար քայլեր, ցավոք սրտի չեն լսում բարի ավետիսը, քանի որ այդ լարված պայմաններում բնականաբար հղիություն պարզապես չի կարող գրանցվել։ Հանրահայտ է եւ մենք էլ մեր հաղորդումների ժամանակ անդրադարձել ենք այդ հարցին, որ սերմնաբջջի եւ ձվաբջջի միաձուլման համար իսկ հետագայում հղիություն գրանցելու, այն էլ առողջ հղիություն գրանցելու համար անհրաժեշտ է առաջին հերթին հանգիստ եւ հանդարտ մթնոլորտ։ Իսկ մինչ այդ էլ հարաբերություն ունենալու համար պետք է պարզապես թույլատրելի եւ հանգիստ մթնոլորտ ստեղծել, որը ցավոք այս դեպքում չի լինում։ Եվ այս առումով խոսքս հղում եմ մասնավորապես ծնողներին, հարգելի ծնողներ, մասնավորապես մայրեր։ Ուշադիր եղեք այս հարցում եւ իհարկե գիտակցեք եւ ընդունեք դա որպես փաստ, որ ձեր տղան վաղուց արդեն երեխա չէ եւ ունի իր անձնական կյանքը, ստեղծել է իր ընտանիքը եւ ձեր այսպես կոչված վերաբերմունքն ու հոգատարությունը, որը իրականում ավելի շատ վնասող է, քան օգնող, կարող է շատ ավելի հեռուն տանել, հանգեցնելով նույնիսկ ոչ միայն սեռական խանգարումների, այլ նաև հղիության խոչընդոտման։ Վերլուծելով այս թեման հիշեցի կլինիկական մի դեպք, երբ ինձ մոտ եկել էր զույգը, ընդ որում բերման էր ենթարկել, ինչպես ինքն էր ասում, մայրը, որքան էլ որ տարօրինակ է հնչում, մայրը, որը մենակ էր մեծացրել տղային, ամուսնացրել էր, ինչպես ինքն էր ասում, եւ մի քանի ամիս անց անհանգստանալով, որ հղիություն չկա, որոշել էր անպայման բերի սեքսապաթոլոգին։
եկել էր զույգը մոր ուղեկցությամբ եւ ընդ որում գրանցվելու համար էլ զանգահարել էր մայրը եւ ասում, որ անպայման ուզում է իր որդուն եւ հարսին բերել մեզ մոտ, քանի որ խնդիրներ է նկատել։ Իմ աշխատասենյակում խորհրդատվության ժամանակ զույգի կողքին հավասար նստել էր նաեւ մայրը։ Բնականաբար սկզբից փորձեցի լսել, մտածելով, որ երևի ինչ-որ հավելյալ տեղեկություն պետք է հայտնի, բայց պարզվեց, որ մայրը ցանկանում է նախ ինքը ներկա լինել եւ բացի այդ խնդիրը ինքը սկսեց ներկայացնել, ասելով, որ բժիշկ ջան, իմ տղան է, սա էլ հարսն է, ամուսնացել են արդեն 8 ամիս է, հղիություն չկա, որոշել եմ բերեմ ձեզ մոտ, պարզենք ինչ խնդիրներ են։ Շատ բարի, բայց պարզելու համար բնականաբար մենք պետք է առանձին զրուցենք, ինչն էլ ես հայտնեցի տիկնոջը։ Տիկինը իմ խոսքին պատասխանեց, որ ինքը պետք է ամեն ինչ իմանա եւ բոլորովին էլ միտք չունի դուրս գա կաբինետից եւ ուզում է բնականաբար ներկա լինել ամբողջ խորհրդատվությանը։ Ստիպված էի իհարկե այս դեպքում առանձին զրուցել կնոջ հետ, առանձին զրուցել զույգի հետ եւ պարզվեց, որ մենք գործ ունենք դասական մայրիշխանության հետ, երբ մայրը բաժանված լինելով, միայնակ մեծացնելով տղային, ամբողջովին մխրճվել է նրա կյանքի բոլոր մանրամասների մեջ, սկսած հագուստից վերջացրած ներքնազգեստի ընտրությամբ եւ նույնիսկ իհարկե իրենց անկողինը ձևավորելու հարցերում պարտադիր իհարկե մոր կարծիքը գերիշխող էր։ Զրուցելով տղայի հետ պարզեցի, որ հարաբերությունները իրենց չեն ստացվում, քանի որ սենյակի դուռը միշտ գրեթե կիսաբաց է, իսկ իրենք ապրում են փոքրիկ բնակարանում, որը ստեղծում է բնականաբար խնդիրներ։ Զրուցելով հարսի հետ, տղայի կնոջ հետ պարզեցի, որ կինը հարաբերության ժամանակ շատ լարված է լինում եւ հարաբերությունները նրա համար շատ տհաճ են ու արդյունքում էլ նույնիսկ ցավեր է նկատում հարաբերության ընթացքում։ Այս ամենը գալիս էր նրանից, որ հարաբերությունները որպես այդպիսին լինում են միշտ լարված պայմաններում, քանի որ նախ նույնիսկ երբ զույգը փորձում է առանձնանալ սենյակում, մայրը պետք է միշտ գա եւ հարցնի ինչու եք փակում դուռը, եւ բացի այդ նաեւ իրենց ազատ ժամանցը կազմակերպելու հարցում պետք է տղան միշտ թույլտվություն հարցներ մորից։ Նման պարագայում մենք սկսում ենք արդեն ընտանեկան աշխատանքը առանձին յուրաքանչյուրի հետ եւ մոր հետ ստիպված ենք իհարկե կատարել բացատրական աշխատանք, որը բավականին շատ ժամանակ պահանջեց, քանի որ մայրը ոչ մի կերպ չէր ուզում ընդունել եւ նույնիսկ սկզբնական շրջանում վիրավորվեց մեր խորհուրդներից, ասելով, որ ինքը ամբողջ կյանքը նվիրել է իր տղային եւ չի կարծում, որ ինքը դրանով խանգարում է, եւ երբ արդեն համոզվեց, որ իրենց սեռական հարաբերությունները տեղի չեն ունենում հենց նրա պատճառով, որ ինքը չափից դուրս շատ է խառնվում նրանց անձնական գործերին, մենք առաջարկեցինք նաև առանձնացնել գոնե ժամանակավոր զույգին թողնելով ազատ վայելել իրենց ժամանցը։ Սա բուժման ժամանակ կիրառվող պրակտիկա է, երբ մենք առանձնացնում ենք զույգին ծնողներից ժամանակավոր թեկուզ, առանձին աշխատելով ծնողի հետ, առանձին զույգի հետ։ 3 ամիս անց, երբ ահագին աշխատանք կատարվեց, զույգի սեռական հարաբերությունները կարգավորվեցին եւ բնականաբար արդեն հղիություն գրանցվեց, նոր դրանից հետո արդեն մայրը հասկացավ, թե ինչ որտեղ է սխալվել եւ երբ տեսավ տղայի եւ ոչ միայն տղայի, այլ նաեւ հարսի երջանիկ դեմքը, արդեն իսկ սկսեց հետևել իր միջամտություններին եւ հասկանալ, որ առաջին հերթին ինքը պետք է գտնի իր զբաղմունքը եւ տղան արդեն ունի իր անձնական կյանքը եւ բոլորովին պետք չի փորձել անընդհատ խառնվել, առավել եւս դա որակել որպես հոգատարություն, որովհետեւ երբեմն ես կասեի շատ հաճախ մայրական էգոիզմը եւ ավելորդ վերահսկողությունը, որը որակվում է որպես հոգատարություն, միմիայն վնասող է։ Ծնողական խանդի հետևանքները չշտկելու եւ չկարգավորելու դեպքում կարող են առաջանալ մի շարք սեռական խնդիրներ եւ տղայի եւ աղջկա մոտ։
Մասնավորապես իհարկե տղամարդկանց պարագայում շատ հաճախ հնչում են գանգատներ կապված պոտենցիայի հետ։ Տուժում է սեռական ակտի տևողությունը, նվազում է սեռական ցանկությունը եւ նույնիսկ կարող է ամբողջովին արգելակվել։ Քիչ չեն նաև այն դեպքերը, երբ վախի եւ լարվածության մթնոլորտում սեռական հարաբերությունը ամբողջովին ձախողվում է։ Հետևաբար, բուժման ժամանակ իհարկե պետք է հաշվի առնել բոլոր խոչընդոտող գործոնները, սկսել աշխատել այդ ուղղությամբ եւ կարգավորել մթնոլորտը, մասնավորապես բուժման ժամանակ ընդգրկել դեղամիջոցներ, որոնք նախ կվերացնեն տագնապն ու լարվածությունը եւ երկրորդը կարգավորել սեռական ֆունկցիան։ Տղամարդու սեռական խանգարումները բուժելու ժամանակ, բուժման ժամանակ ընդգրկվում են բազմաթիվ դեղամիջոցներ եւ վիտամիններ, որոնք որոշվում են ելնելով վիճակի բարդությունից։ Բուժման ժամանակ կարող են ընդգրկվել նաեւ մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերության Tadafort եւ Dapoxetin դեղամիջոցները։ Tadafort-ը նախատեսված է տղամարդու պոտենցիան բուժելու համար եւ ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20։ 5-ը օգտագործվում է ամենօրյա ռեժիմի դեպքում, իսկ 20-ը պլանավորված հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը, ի տարբերություն հին սերնդի ներկայացուցիչների, ունի առավելություններ։ Նախ արագ է ազդում, երկրորդը երկար է թողնում իր ազդեցությունը եւ երրորդը կուրսի ընդունման ժամանակ սեռական ֆունկցիան ամբողջապես վերականգնվում է։ Սեռական ակտի տևողությունը կարգավորելու հարցում օգնության կարող է գալ Dapoxetin դեղամիջոցը, որը նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Թե որ դոզավորումը կնշանակի բժիշկը կախված է խնդրի վաղեմությունից եւ բարդությունից։ Dapoxetin-ը եւս բավականին արդյունավետ դեղամիջոց է եւ իր ազդեցությունը կարող է թողնել 36-ից մինչեւ 72 ժամ, այսինքն դեղամիջոց օգտագործելուց հետո իր ազդեցությունը մնում է հենց այնքան, որքան ես նշեցի։ Երկու դեղամիջոցներն էլ ունեն կողմնակի ազդեցություններ, որոնք պարտադիր պետք է հաշվի առնի բուժող բժիշկը եւ նշանակելիս իհարկե անպայման հաշվի առնի, թե պացիենտը ինչ զուգակցող հիվանդություններ ունի կամ ոչ։ Համակցված օգտագործման դեպքում բուժման արդյունավետությունը ավելի է ընդգծվում եւ սեռական ֆունկցիան ավելի շուտ է վերականգնվում։ Թեև ես իմ խոսքում անդրադարձա հիմնականում մայր-որդի հարաբերություններին, բայց առօրյայում այն հավասարապես առնչվում է երկու սեռի ծնողներին եւ իրենց զավակներին։ Հետևաբար նման դեպքերում միշտ պետք է հաշվի առնել, որ գեղեցիկ է ամեն ինչ չափի մեջ։ Իսկ առջևում շատ հետաքրքիր հարցազրույց է սպասվում հոգեբանի հետ, որի ժամանակ դուք կստանաք այս թեմային առնչվող բոլոր անհրաժեշտ խորհուրդները։ Սեռական առողջությունը ընդհանուր առողջության անբաժանելի մասն է եւ միայն համատեղ ջանքերով է հնարավոր այն պահպանել։ Այսօրվա իմ հյուրը կլինիկական հոգեբան Զինա Թորոսյանն է եւ մենք խոսելու ենք բոլոր ժամանակներում հետաքրքիր ու արդիական թեմայի մասին՝ ծնողական խանդ։ Տիկին Զինա, բարի քեզ գիշեր, ուրախ եմ ձեզ այստեղ տեսնելու։ Ես նույնպես շնորհակալություն հրավերի համար։ Տիկին Զինա, վստահ եմ իհարկե, որ ծնողական խանդի դրսևորումներին դուք հանդիպել եք եւ ձեր մասնագիտական եւ անձնական կյանքում։ Եկեք խոսենք այս խնդրի մասին։ Ինչ ասել է ծնողական խանդ։ Գիտեք, որ չգիտեմ, արդյոք պետք է վստահ ասել, որ դա խանդ է, բայց ծնողի կողմից ոտնձգություններ դեպի երիտասարդների կյանքը եւ այն կյանքը, որը իրական ծնողի համար անթույլատրելի է, այո, շատ եմ հանդիպել։ Եվ այդ դրսևորումները ոչ միայն խանդ, այլև կարելի է անօգուտ հիսերը համարել, անօգուտ ենթադրությունների մի շարան, երբ որ ծնողը փորձում է իր տեղի եւ երբեմն նույնիսկ շատ տեղին, բայց անտեղի ձևով ընդմիջել երեխաների կյանքին, թույլ չտալով, որ երիտասարդները կատարեն իրենց գործը, իրենց սխալները, իրենց կյանքը դասավորեն եւ փորձում են ամեն կերպ վերահսկել եւ հաճախ այո, դա կարծեք թե խանդի է նման։ Շատ դեպքերում ծնողը իր վերաբերմունքը չգիտակցելով, որ գուցեև ծնողական խանդ է, որակում է որպես ծնողական սեր։ Ինչպես հասկանանք, որտեղ է սերը վերածվում խանդի եւ որն է այն սահմանը, որը չպետք է անցնել։
Ես իրականում կարծում եմ, որ ցանկացած մարդ, որը ինքն իրեն է սիրում, հազիվ թե նույնիսկ սեփական հասուն զավակի կյանքին ընդմիջի այնպես, խանգարի այնպես, որ հետո կարիք ունենա իր արածը որևէ ձևի վերնագրի եւ ասի դա սերն է։ Ես կարծում եմ, որ այստեղ չկա սեր եւ բացակայում այս սերը եւ սեփական անձի եւ երեխայի անձի հանդեպ, որտեղ սեր առաջին հերթին նշանակում է խնայել, սեր առաջին հերթին նշանակում է մարդուն տալ հնարավորություն, մարդուն տալ այնպիսի մի վստահություն, որ մարդը ինքն իրեն իր հարցը լուծի։ Իսկ պատկերացրեք հասուն զավակ, լինի աղջիկ թե տղա, դուստր թե որդի, անընդհատ կախված է մոր կարծիքից եւ եթե նույնիսկ չի էլ ուզում մոր կամ հոր կարծիքը լսի, նա ստիպված է, որովհետեւ շարունակ տհաճ հոգեբանական ճնշման եւ վերահսկողության տակ է։ Եվ ցավոք սրտի, եթե իմ ծանոթների կամ ընկերների մեջ այդպիսի դեպք չի եղել, ապա մասնագիտական հանդիպումների շրջանակում շատ եմ լսել, որ մայրիկները նույնիսկ ննջարանի դռան մոտ են հայտնվում, որպեսզի լսեն, թե երիտասարդները ներսում ինչ են անում։ Եվ նույնիսկ շատ մտերիմ մարդկանցից լսել եմ այդ բանը։ Եվ այս բոլոր մայրիկները, Կարինեները, Նարինեները, Հերիքնազները, չգիտեմ, երբեք չեն մտածում, որ դա կողքից տեսանելի է, որ ջահելները ներսում լսեցին կամ միջանցքի ծայրում ինչ որ մեկը տեսա։ Եվ հետո կարողանում են բացատրեն, այո, ինձ թվաց ներսում հարսս լաց է լինում կամ բարձր ձայներ լսեցի, փորձում էի հասկանալ ինչ է։ Ես կարծում եմ, որ սա սոսկ հետաքրքրություն է կամ վտանգավոր հետաքրքրասիրություն։ Լսելով ձեզ հիշեցի իմ մասնագիտական պրակտիկայից նմանատիպ դեպքեր, երբ ծնողը գալով երեխայի հետ, ընդ որում ինքը ասում է երեխաս, զանգահարում է ծնողը այց համրագրելու համար, երեխան ոչ ավել ոչ պակաս 40 տարեկան է տղան, գալիս է խորհրդատվության եւ չի ուզում դուրս գա սենյակից, ասելով, որ մենք գաղտնիքներ չունենք։ Կարծում եմ դուք էլ իհարկե ձեր պրակտիկայում նման դեպքեր ունեցել եք, եւ այս դեպքում դժվար թե դա կոչենք սեր։ Դա բոլորովին, դա սիրո մոտ ոչ մի ձևով դա սիրո սահմանի մեջ չի մտնում։ Դա իրոք կոշտ ծնողական վերահսկողություն է հակամարտկային եւ ծնողավարության բոլոր կանոններին դեմ։ Իսկ այն, որ այո, երբեմն գալիս են հասուն երեխաների հետ եւ հայտարարում են, որ իր երեխան միայն իր հետ կարող է անկեղծ լինել, իր երեխան կարող է միայն իրեն ճշմարտությունը ասել։ Իսկ երբ որ երեխան հոգեբանի պնդումներով արդեն մնում է մենակ սենյակում, ամենամեծ բողոքը, ամենամեծ խնդիրը, ամենամեծ հիասթափությունը հենց այդպիսի հարաբերությունների մեջ է։ Եվ ծնողը ուրեմն չի կարողացել ժամանակին կանգ առնել եւ երեխային հաստրել բացահայտ հուսահատության։ Տիկին Զինա, այս տեսակի խնդիրները չափազանց շատ են, նույնիսկ հանգեցնում են շատ դեպքերում ծնող երեխա հարաբերությունների վատթարացման, բայց չգիտես ինչու ընդունված չի խոսել ծնողների վարքի մասին, խոսվում է ավելի շատ երեխաների։ Ըստ ձեզ ինչն է պատճառը, որ ընդունված չի ընդհանրապես վերլուծել ծնողի վարքագիծը, երբեմն նույնիսկ սխալների դեպքում դրանք բարձրաձայնել, փորձել անհրաժեշտ շտկումներ մտցնել։ Չգիտեմ որտեղ ընդունված չի, բայց հոգեբանի կաբինետում պարտադիր է։ Դուք պատկերացրեք վիրավորված մի երեխա, լինի տղա, աղջիկ, տղամարդ, կին, որը բազում անհասկանալի դիտողություններ է լսել իր ծնողից, բազում բարդ արտահայտություններ, որոնց վերջն ու սկիզբը չի գտնում, եւ եթե նրան փորձում ես էմպաթիկ զգացողություններ ցույց տալ, որպեսզի մարդը հասկանա, անմիջապես հարցնում է. ես այս հարցում ճիշտ եմ, ճիշտ է, որ այստեղ իմ մեղքը չկա, եւ եթե հոգեբանը ճիշտ վերլուծություն չկատարի, իհարկե փորձելով հեռու մնալ մեղադրանքներից, բայց ճիշտ չբացահայտի դեպքը, ուրեմն այլևս պացիենտը չի կարող վստահել հոգեբանին եւ հոգեբանը այդ հարցում ուրեմն մասնագիտական թերացում է ունենալու։ Այո, ծնողը նույնպես լինում է սխալ եւ այսօր ավելի հաճախ, քան երիտասարդները, ինչու, որովհետեւ կյանքը փոխվել է, ժամանակները փոխվել են։ Շատ ու շատ ծնողներ կորցրել են իրենց անձնական կյանքի զգացողությունը, այսինքն նրանք ունեցել են իրենց կյանքի համար շատ կարճ ծրագիր, ավարտվել է կենսաբանական ծրագիրը, երեխա ունենալ, ամուսնացնել եւ այլն, եւ այլևս նա չի գտնում, որ իր կյանքը ունի, նրան թվում է, որ իր կյանքը իր բոլոր զգացմունքներով, իր
բոլոր կրքերով եւ անհամաձայնություններով պետք է տեղափոխի իր երեխայի կյանք, իր հարսի, իր տղայի եւ այլն։ Եվ ինչպես չասել, այո, դա քննադատելի է, սա մարդասիրություն չի եւ ծնողավարություն չի։ Յուրաքանչյուր ծնող պետք է գիտակցի, հիմնականում միշտ երեխան է ծնվում դաստիարակելու ծնողին։ Երեխան է գալիս այս աշխարհ, որպեսզի փոխի ծնողին, եւ ծնողը պետք է զիջի։ Միշտ ամեն դեպքում ծնողը պետք է լինի այնքան ավակ, այնքան իմաստուն, որ ժամանակին հետ քաշվի։ Ես հաճախ հարցնում եմ, երկու իրար հետ կռվող մարդկանցից ով է ավելի մեղավոր։ Մեղավոր է ավելի խելացի, որովհետև եթե ես ավելի խելացի եմ, ապա հնարավոր բոլոր ճանապարհներով պետք է շրջանցել այդ կռիվը։ Եթե ծնող երեխա հարաբերությունների մեջ կա կռիվ, նույնիսկ ոչ թե վեճ, այլ յուրաքանչյուր վեճ վերածվում է կռվի, ապա ծնողն արդեն պարտված է։ Իսկ ըստ ձեզ, ինչպես վարվել խանդոտ ծնողի հետ։ Երեխան կարծես թե հայտնվում է երկու քարի արանքում, ոչ կարող է երես թեքել ծնողից, հակառակ պարագայում խնդիրները նույնպես մնում են, չեն լուծվում, ինչ անի նման դեպքում երեխան։ Հասուն մարդը, որը կանգնել է այսպիսի խնդրի առաջ, պետք է հասկանա, որ կարելի է մնալ ծնողի կողքին, թույլ չտալով, որպեսզի ծնողը իր կյանքին այդպիսի մասնակցություն ունենա։ Իսկ մնալ ծնողի կողքին է չի նշանակում նույն հարկի տակ ապրել, նույն հարթակում ապրել։ Նա կարող է ամեն օր իր ծնողին զանգի, նույնիսկ մի քանի անգամ, նա կարող է ամեն օր այցելության գալ, նա կարող է անդադ իմանալ ծնողը ինչի կարիք ունի եւ ինչ խնդիրներ ունի, բայց երբեք թույլ չտալ ունենալ այնպիսի ճիշտ դիստանցիա, որի դեպքում ծնողը իրոք հնարավորություն չի ունենա խառնվել նրա կյանքին եւ նա հանգիստ կկարողանա կատարել իր բոլոր սխալները եւ սեփական սխալների վրա սովորել այն, ինչ որ պետք է սովորել։ Այս խնդիրը մենք կարծես ավելի շատ նկատում ենք ամուսնական զույգերի պարագայում, հատկապես մեծ ընտանիքներում, որտեղ ապրում են բոլորը միասին, ինչ անել նման դեպքում եւ արդյոք պետք է գտնել շփման եզրեր եւ եթե փորձել գտնել, ապա ինչից սկսել։ Տեսեք, եթե որևէ սոցիալական հնարավորություն չկա, պարզապես այդ պահին առանձնանալ, այո, պետք է փորձել նստել կլոր սեղանի շուրջ եւ քննարկել այն բոլոր պահանջները, որ երկկողմանի կան։ Իհարկե, երբեմն նույնիսկ հասուն զավակները իրենց մեղք ունեն այդ բաժնում, որովհետեւ իրենց ընտանիքը ունենալով կամ իրենց կողակից ընտրելով, նրանք բոլորովին մոռանում են, որ ունեն ծնող, այսինքն օրերով չեն հետաքրքրում մայրը ինչ անում, մորը կոպտում են իրենց նոր ընտրյալի ներկայությամբ եւ այսպիսով առաջացնում են ինչ-որ մի թշնամական վերաբերմունք։ Հասուն մարդը միշտ ունի հնարավորություն քննարկել իր արածները։ Ես առաջինը իհարկե խորհուրդ կտայի այդպիսի իրավիճակում նստել կլոր սեղանի շուրջ եւ քննարկել։ Իսկ մնացած բոլոր դեպքերում այստեղ որոշումը պետք է լինի հստակ եւ որոշումը պետք է լինի այնպիսին, որպեսզի այս հարաբերությունների մեջ ոչ ոք չտանջվի։ Ոչ ոք ասելով ես նկատի ունեմ նաեւ ծնողին։ Նույնիսկ ծնողը պետք է հասկանա, ինչ որ մի ժամանակ բաց թողնի իր զավակին, որպեսզի ինքը նույնպես դուրս գա կախվածությունից, քանի որ այստեղ կա բացահայտ հիվանդակին կախվածություն, որը հաճախ նաև իհարկե անդրադառնում է խանդի տեսքով կնոջ նկատմամբ։ Այո, շատ հաճախ, ես կասեի շատ հաճախ, նույնիսկ տեսեք, տոների ժամանակ բոլորովին վերջերս մի այսպիսի բողոք իմացա, որ տղան հարսին շնորհավորել է ապրիլի 7-ի կապակցությամբ, իսկ սկեսուրը կողքից ասում է, դե մենք մարդ չենք, մեզ ոչ ոք չի շնորհավորում։ Տղան իհարկե հաջորդ րոպեին շնորհավորել է նաև մորը, նվեր է գնել, բայց եթե ի սկզբանե տղան նկատեր, եւ կարծում եմ ճիշտ կլներ, որպեսզի մի փոքր ձևով նա շնորհավորել նաև մոր տոնը, որովհետեւ դա հավասար տոն է մոր եւ իր կնոջ համար։ Մյուս կողմից էլ ես պետք է ասեմ, որ չեմ կարծում, որ սա միայն ակնհայտ է ամուսնական հարաբերությունների ժամանակ, բայց ինչքան ակնհայտ է, երբ որ դեռ զույգերը նոր պիտի ամուսնանան կամ ընտրություն կատարեն, ինչքան ակնհայտ է այդ պահին, ինչպիսի կոնֆլիկտներ են առաջանում, եթե ընտրությունը օրինակ ծնողներին դուրս չի գալիս, եթե ծնողը համաձայն չի, որ աղջիկը այդ տղային ընտրի կամ ծնողը համաձայն չի, որ չգիտեմ, որդին այդ աղջկան ընտրի, սա իրոք մարդկային մեծ ողբերգություն է։ Տիկին Զինա, անդրադառնանք պատճառներին ծնողական խանդի, որոնք են հիմնական պատճառները։
Ամենահիմնական պատճառը այն է, որ ծնողը իրենց զրկում է իր սեփական կյանք ունենալու իրավունքից։ Ծնողը պարզապես կարծեք թե լուծվում է երեխայի կյանքի մեջ, չի ունենում որևէ զարգացման ծրագիր, եթե մենք ուշադիր նայենք կյանք ունի իր օրենքները, հաճախ եմ ասում, եթե երթևեկություն ունի իր օրենքները եւ մենք այդ օրենքները չուսումնասիրենք, մենք անպայման վթարի կենթարկվենք։ Կյանքն էլ ունի իր օրենքները, եւ այդ օրենքները այնքան ակնհայտ են, որ ճիշտ ուսումնասիրելու դեպքում մարդը երբեք սեփական կյանքը չի կանգնեցնի ինչ-որ միտեղ եւ սկսի զբաղվել իր երեխայի կյանքով։ Բաց թողեք ձեր երեխաներին խորագիրը կամ չգիտեմ կարգախոսը ամենաճիշտն է։ Ընդ որում հասուն տարիքը 50-55 տարեկան տարիքը դա հիանալի տարիք է, որպեսզի մարդը ապրի, վայելի կյանքը, կարողանա աճել, առաջ գնալ եւ իր համար նոր պլաններ ստեղծել։ Հիմնական պատճառը հենց դա է, որ հասուն ծնողները չունեն իրենց կյանքի շարունակության նկարագիրը, պատկերացումը, երազանքը եւ մնում է միայն հետեւել իրենց երեխաների կյանքին եւ իրենց երեխաների արարքների մեջ գտնել սխալներ կամ չգիտեմ թերություններ։ Եվ մոռանում են, որ արդեն երեխաները ունեն իրենց անձնականը եւ չպետք է շատ դեպքերում խանգարել, լավագույն դեպքում կարելի է օգնել, բայց չփորձել այդ օգնելու միտումով ավելի շատ իհարկե խանգարել իրենց։ Նրանք կարծում են, որ օգնում են։ Այստեղ առաջի հենց արդարացումը այն է, որ նրանք ուզում են օգնել, բայց տեսեք, կարծում են, որ երեխաներն էլ շատ լավ գիտեն իրենց ծնողների բնավորությունը, եւ ի սկզբանե պետք է հասկանան, որ օրինակ մայրը յոլա գնացող չի, հայրը խմող է, հայրը կոպիտ է, եւ անմիջապես ամենաառաջին քայլը պետք է լինի արդյոք իր ընտրյալը համատեղելի է այս ընտանիքի հետ, եթե ինքը արդեն համատեղելի չի։ Տիկին Զինա, այս թեման շատ դեպքերում ճակատագրեր է խորտակում, ընտանիքներ են կործանվում նույնիսկ, դուք ձեր պրակտիկայում էլ նկատած կլինեք։ Ինչ անել այս չարաբաստիկ հետևանքներից խուսափելու համար։ Կարծում եմ, որ այստեղ ամենաճիշտը ժամանակին կարողանալ խնդիրը լուծել, չթողնել, որպեսզի խնդիրը խորանա, քանի որ այն դեպքում, երբ որ սկսում է վեճը դառնալ կռիվ, այլևս անհասկանալի է, թե ով ինչով է մեղավոր։ Հաճախ, այո, վեճը սկսում են մեծերը, բայց երիտասարդները նույնպես վեճի մեջ իրենց զգոն չեն պահում եւ երկկողմանի վիրավորանքներ են սկսվում։ Պետք է ժամանակին անդրադառնալ դրան, չթողնել, որ խորանա։ Մարդկության մեծագույն սխալը այն է, որ մենք միշտ մտածում ենք, որ ինչ որ մի բան իրեն կփոխվի։ Տեսեք, նույնպես այդպիսի խնդիր կա, որ 30 տարի մարդը ապրել է իր սկեսրարի հետ եւ միշտ մտածել է, որ կփոխվի։ Եվ չի փոխվել այնքան, մինչեւ այդ հասուն մարդիկ հայտնվել են անկողնում, որպես հիվանդ մարդիկ կամ արդեն մտավոր խնդիրներ են սկսվել, եթե նախկինում չեն ունեցել, եւ այդ հարցը, որ ատում է այդ մարդկանց, ստիպված է խնամել, ահա եւ եւս մի ողբերգություն։ Ամբողջ կյանքում վատ են վերաբերվել, հիմա ինքը ստիպված է խնամել։ Ժամանակին, ճիշտ ժամանակին կարողանալ արձագանքել, ճիշտ ժամանակին կարողանալ փոխել կյանքի պայմանները։ Եվ գիտակցել, որ խնդիրը արդեն բավականին հասունացել է ու պետք չէ ջայլամի քաղաքականություն վարել, շատ դեպքերում ծնողների կողմից դա էլ է նկատվում։ Եթե կյանքի օրենքները ուսումնասիրեն, կհասկանան, որպեսզի մարդու համար լինի լավ եւ որպեսզի մարդը լինի երջանիկ, նա պետք է հեռանա այնտեղից, որտեղ իր համար վատ է։ Գոնե պետք է այն տարածության վրա լինի, որտեղ ինքը վնասներ չի կրի։ Շատ հաճախ այո, նույնիսկ մեր ծնողները կարող են իրոք կրթված, երեխային սիրող հարգող ծնողը կարող է անի այնպիսի մի բան, որը բոլորովին անընդունելի է, բայց մի բան է, եթե դա հազվագյուտ դեպքեր են, ուրիշ բան է, եթե դա ամեն օր կրկնվող, ամեն ժամ կրկնվող երևույթ է։ Տիկին Զինա, վստահ եմ մեզ նաև երիտասարդ ծնողներ են դիտում, ինչ անեն իրենք, ինչին ուշադրություն դարձնեն ավելի շատ, որպեսզի ծնողական խանդը իրենց ներսում չխորանա։ Ես պետք է պնդեմ իմ խոսքը, նրանք պետք է շարունակեն ապրել իրենց կյանքով, նրանք պետք է ունենան պլաններ իրենց կյանքի համար, որովհետև այսօր նույնիսկ 45-47 տարեկան կինը կամ տղամարդը կարող են արդեն ունենալ երեխաներ, որոնք ամուսնանում են։ Շատ երիտասարդ տարիքում դու կարող ես դառնալ սկեսուր կամ զոքանչ, եւ ինչու շարունակել ապրել քո կյանքով, ինչու թույլ չտալ, որպեսզի զավակները ապրեն իրենց ուզած ձևով, եթե նույնիսկ նրանք անընդհատ սխալներ են գործում։ Միայն այն դեպքում, երբ որ երեխաները կգան խորհրդի հետևից, իսկ դա
միայն այն դեպքում տեղի կունենա, եթե մենք նրանց հանգիստ ենք թողել։ Այդ դեպքում կարելի է քննարկել, խորհուրդ տալ եւ նույնիսկ տալ շատ խելացի խորհուրդներ եւ հետեւել արդյոք կատարվեց թե չէ, այսինքն երբ որ կգան օգնության ձեռք ստանալու համար, այդ դեպքում կարելի է ինչ անել, շարունակել ապրել իրենց կյանքով, շարունակել ապրել իրենց երազանքներով, ունենալ նոր պլաններ, փորձել կատարել այն, որ չեն հասցրել անել, որովհետև երեխա են մեծացրել, երեխային կրթության են տվել։ Արդեն թևեր են աճում, երեխաները ինքնուրույն ապրում են, իրենք կարող են իրենց պլաններով ապրել, երջանիկ լինել, ստեղծել ինչ որ նոր երազանքներ եւ այդ ամեն ինչի կատարածել, այլ ոչ թե նստել եւ հեռադիտակով նայել ինչ են անում երեխաները իրենց ննջարանում կամ դիմացի շենքի իրենց բնակարանում։ Եվ չմոռանալ, որ դրա փոխարեն ավելի լավ է զբաղվել են իրենց խնդիրներով։ Իհարկե, իրենցով։ Եթե նույնիսկ կարծում են խնդիրներ չկա, իրենցով, որովհետև կյանքը վայելել կարելի է արդեն հստակ այդ տարիքում, երբ որ երեխաները ապրում են անկախ եւ իրենք նույնպես ունեն այդ անկախությունը։ Շատ շնորհակալ եմ հետաքրքիր եւ բովանդակալի զրույցի համար։ Ես վստահ եմ, մեր այսօրվա քննարկումը ձեր խորհուրդները շատերին օգտակար կլինեն, հատկապես նրանց, ովքեր որ այս խնդրին բախվել են եւ չգիտեն, թե ինչպես լուծեն խնդիրը։ Շնորհակալություն։ Ես նույնպես շնորհակալ եմ շատ արդիական հարց բարձրացնելու համար։ Իսկ այսօրվա համար այս թեմայով այսքանը։ Եղեք իրազեկված եւ առողջ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես պատասխանում եմ բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ այդքան ակտիվ լինելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է ձեր վստահությունը։ Իսկ այժմ կարդամ հարցը։ Ամուսինս սիրում է մի դիրքով հարաբերություն ունենալ, իսկ ես տհաճություն եմ զգում։ Միշտ փորձում եմ փոխել, չի ստացվում։ Ինչպես վարվեմ։ Դիրքի ընտրությունը շատ կարեւոր է, հատկապես այն դեպքերում, երբ խոսքը կնոջ օրգազմի մասին է։ Երբեմն մեր ավանդական հայկական դիրքերը, որոնք որպես կանոն հաճախ կիրառվում են տղամարդը վերևից, կինը ներքևից, այդքան էլ հաճույք չեն պարգևում, հատկապես այն դեպքում, երբ կինը դեռևս հեշտոցային օրգազմ չի ապրել։ Շատ կարևոր է հաշվի առնել, որ որպեսզի կինը հաճույք ստանա, կարևոր է հաշվի առնել այն հանգամանքը, որ հարաբերության ժամանակ անդամի ներհրումը լինի հնարավորինս անցավ, սեռաշարժումները լինեն դանդաղ եւ խորը, եւ դիրքերը նաեւ հարաբերության ժամանակ փոփոխվեն գոնե հարաբերության ընթացքում կիրառելով 2 ցանկալի է նաև 3 դիրք։ Նույն դիրքերի կիրառման ժամանակ կնոջ մոտ կարող է չառաջանալ խոնավությունը, լյուբրիկացիա ասվածը եւ դրա արդյունքում կարող է նկատվել ցավ, քանի որ փաստորեն այս դեպքում արդեն նկատվում է հեշտոցային չորություն։ Բացի այդ, կարևոր է հաշվի առնել, որ ծլիկը, որը գտնվում է հեշտոցամուտքի հարևանությամբ, եւս էրոգեն զոնա է եւ հարաբերության ժամանակ կարելի է անդամի գլխիկով հպվել ծլիկին, նույնպես դրանով իսկ կնոջը պարգևել սեռական բավարարվածություն, իսկ ընթացքը շարունակել արդեն ներհեշտոցային հարաբերության տեսքով փաստորեն դրանով իսկ տղամարդը կապահովի կնոջ համար անհրաժեշտ պայմանը գրգռվելը, որովհետև ծլիկը, ինչպես գիտեք, զգայուն էրոգեն զոնա է, իսկ հետո շարունակելով հեշտոցային հարաբերությունը կնոջը կհասցնի հեշտոցային օրգազմի, դրանով իսկ ապահովելով կնոջ սեռական բավարարվածությունը։ Այսօրվա թողարկումն ավարտվեց։ Գտեք մեզ ATV եթերում ուրբաթ օրը եւ կրկնությունը Կիրակի ու Չորեքշաբթի օրերին։ Փնտրեք մեզ նաեւ համացանցում, դիտեք մեր տեսանյութերը, թողեք մեկնաբանություններ, տարածեք դրանք։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը, ինչի համար հայտնում եմ մեր շնորհակալությունը։ Մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք կուզենայիք լսել։